Արցախը ոչ թե պետք է ինքնորոշվի, ոչ թե պիտի նրան ճանաչել որպես արդեն կայացած պետություն, Արցախը պետք է ճանաչվի Հայաստանի վարչատարածքային միավոր։ Մենք ազատագրել ենք մեր հողերը, մենք չենք ինքնորոշվել, մենք դեռևս ազատագրելու խնդիրներ ունենք, 480,000 քառակուսի կիլոմետր, 480,000 քառակուսի կիլոմետր, տվյալ պահանջները ներկայացված է միջազգային դատարան, որը վարույթ է ընդունել, ինչի դրա մասին որևիցե մեկը չի խոսում։ Ուր է սփյուռ, այդ ինչ կապիկություններ ես անում, հայդա, դաշնակ, մաշնակ, ֆլան, ֆստան, ուր է կարա, խիտ է, որ պորլիկները այսօրվա վրա տեր կանգնեին, այսօրվա վրա Ադրբեջան կոչեցյալը, այսօրվա վրա Թուրքիա կոչեցյալը, չէր գասի գիտես ինչ կայսին տարածքներն է, այս դուք եք արել, որովհետև այն փաստերը, այն գործընթացները, այն դատական պրոցեսները, Փերիք չի, մերիք չի, ես իմից զիբիլ զրտպիցի, մեկը դուրս է գալի ասում է, ես իմ կարտիքով ցեղասպանություն չի եղել, ամբողջ լրատվական համակարգը, ամբողջ այդ պոռնիկները ազգային նախորդ բոլորը հրապարակեցին, բոլորը սկսեցին քննարկել, վերլուծել եւ այլն։ Հայկական հայոց պահանջատիրության հարցը տարածքների վերադարձի, Արցախի ճանաչման, Կարգի Մոսկվայի պայմանագրերի անօրինականության, Սումգայիթ Բաքվի Այնտեղ 4 ատոմային պայթունի, որը ներկայացվեց որպես երկրաշարժ, բայց այս ամբողջությամբ մտել է դատարան, որը վարույթ են ընդունել, արա ինչ եք չէր կայնում, այ պոռնիկներ, այս ինչ կապիկություններ եք, բոլորդ ազգովին մեղավոր եք, բոլորդ համայն հայությունով մեղավոր եք, բոլորը դաշնակցությունով մեղավոր եք, բայց մարդ բերի ներկայացնի ասում մի տարի առաջ գիտեք ինչ կա։ Այս պոռնիկի վրա դրված է տարածքների վերադարձի խնդիր, ու այդ տարածքների վերադարձի խնդրի շրջանակներում, որը ստորագրված է հայ-թուրքական արձանագրություններով, որի շրջանակներում Սերժիկը պարտավորություն է ստանձնել իր թրքաջուտ համակարգերով, այդ թվում կուսակցություն կոչեցյալներով, ազգային նախորդ կառավարությունով, դատախազությունով ազգային անվտանգություն, տարածքները հանձնի, քանի որ խնդիրը այստեղ Մեղրին է, Զանգեզուրն է ամբողջությամբ հանձնել է հարավային շրջաններով Գորիսիսար Մեղրիղափանով, Նախճիվանով Թուրքիային, Հայաստանը ոչնչացնելու Պոլ Գոգոլի ծրագիրն է, Հայաստանն առանց հայերի։ Դուք այսքան բանից հետո, որ ասում են մի տարի առաջ ասում են պատերազմա նախատեսված, միակ միջոցը, որ Խուսափի պետական դավաճանի խարանից դա պատերազմ է, ու որևիցե մեկը ձեն չի անում։ Արա մեկը ձեն չի անում պոռնիկներ, այսօր գնացել է կապիկություններ եք անում, այն բոզիկ տղեն են, բանը այն ասա, գնացել է պապիրոզներ է շպրտում, արա թքած ունենան մեր զինվորները, պոռնիկներ զենք գնեք տվեք մեր զինվորներին, մեր այն ոսկե հատվածին, զենք տվեք, որ պատերազմ են, պոռնիկ են, շմայսա, ֆլանսա, այն պոռնիկը գնմաններ, մտմա սահմանի վեր, մամելներ, բանա տալի, ես պատվագիրը տարկոխի կամակը այդ տվար, լսում ես իդիոտ, այդ փողերը լապել եք, կերել եք, ազգին ու պետությանն եք ոչնչացնում, ցեղասպանում, տականքն եք, զենք գնեիք, նստել եք ազգային նախորում, ինչ քաք եք ուտում։ Ազգային նախորում ինչ քաք եք ուտում, արա։ Զենքերը ուր են, զենք պիտի գնեիք, զենքերը ուր են, արա, այդ պոռնիկն է։ Մեկը են չորնի գագոն 200 միլիոնանոց դղյակ է կառուցում, մուկը ես իմ 100 քանի միլիոն, պոռնիկն է, մեր ազգի փողերն է, մեր պետության փողերն է։ То Սերժիկ պոռնիկ, աղբորդ հետ, են Լևոն, Խալիլյան, Լենդրոշ, Ռաուսեին, ձեր միլիարդները բոլորը պտի գա մտնի բյուջե, բոլորը պտի մտնի պետության բյուջեն, մենք պետք է ստեղծենք հզոր պետություն, հզոր բանակ, որ ցանկացած պոռնիկին ոչնչացնենք, ով որ ոտնձգի մեր դեմ, ես նորից եմ ասում, համայն սփյուռքին եմ նորից ասում, եթե դուք այսօրվա վրա սփյուռք եք կոչվում, պոռնիկներ, նորից եմ ասում, գործը մտել է դատարան տեր կանգնեք, որ վաղը մյուս օր Ադրբեջան ֆլան ֆստանները մոտիկ չգան չասեն այդ մեր հողն է, օրինականացնում են, մենակ ու ազատագրելով չի, արա անդրադեն են շերներ, ոնց է, բանը, ազատագրել ենք մերն է, ոչ անասումն է, պետք է ամրագրվի, որ սա մերն է, մինչև չես ամրագրել, մենք մշտապես պիտի տուժենք, մենք մշտապես պիտի կորցնենք մեր զավակներին, մենք մշտապես պիտի կորցնենք մեր ոսկե սերունդը, մենք դուք մտածված եք անում պոռնիկներ, մարդիկ անգրագետ են, չեն հասկանում, պետք է ամրագրվի Արցախը որպես Հայաստանի վարչատարածքային միավոր, մենք պահանջատեր ենք ոչ միայն Ադրբեջանի, նաև Վրաստանի, Ջավախ, Ախալցխա, Բաթումի, դրանք բոլորը հայկական տարածքներ են, Արևմտյան Հայաստան Թուրքիա չի,
Արևմտյան Հայաստան 290,000 քառակուսի կիլոմետրով, պլյուս Կիլիկիա 40,000 կիլոմետրով, Դաշտային Լեռնային Արցախ, Գետաշեն, Շահումյան, բոլորը մերն են, պետք է վերադարձվի, Ատրպատականը մերն է, Ատրպատականը մերն է, ընդեղ Ադրբեջան չի, ով որ ասում է Ադրբեջան, ինքը թրքա ջուդ աթխոդ է, ինքը թուրք է, ինքը ջհուդ աթխոդ է, այսօրվա վրա նույն Հայաստան կոչեցյալի, այսօրվա վրա ղեկավար կոչեցյալների, այս պորնիկ ղեկավարությունը ծախել են ամենին, պետք է նորից վերականգնվի։ Այսօր Սերժիկ չկա, Սերժիկը գոյություն չունի որպես նախագահ, Սերժիկը պետական դավաճան է իր համակարգերի հետ, նույն մուկի հետ, նույն ազգային ախորի, դեպուտատկաների հետ, նույն գեներալների հետ, նույն համակարգերի հետ։ Այսօր ով որ տեր չկանգնի մեր Հայաստանին, ով որ այսօր այդ հանցագործության համար դեռևս բոլորը պատասխան եք տալու։ Բոլորը պետք է գնդակահարվեք, որովհետև ասում եմ, այս հանցագործությանը մասնակից եք բոլորը, ու դրա համար բոլորը պատասխան եք տալու։ Նորից եմ նշում, Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա, Ադրբեջան, Թուրքիա, ԵՀԿ, Ամերիկա, Անգլիա, ԵՀԿ խումբ, Եվրոխորհուրդ, Եվրոմիություն, բոլորը դրա համար պատասխանատու եք, որովհետև բոլորը խեղաթյուրերով իրականությունը, իրավական փաստաթղթերը, ամրագրում եք Արցախը, հայկական տարածքները, Արևմտյան Հայաստանը, Ատրպատականը, իր Կիլիկիայով, Ջավախկով, Ախալցխայով որպես այլ պետությունների տարածք, որը հիմք է տալիս այլ պետությունների ղեկավար կոչեցյալներին պահանջել Հայաստանից իր տարածքներին իր վերադարձնել որպես սեփականություն այլ պետությունների։ Դա պետական դավաճանություն է, դա պետական հայդատ պոռնիկն է, դուք պատմություն չգիտեք, դուք իրավաբանություն չգիտեք, եւ բանը վերաժողովներ են կազմակերպում, այն Հասպանյան այն բոշա բանը, մենք այսօր վերաժողով ենք կազմակերպում, արա Ամերիկայի հետ, Ֆրանսիայի հետ, եսի այդ տղա լսում եք պետք է ստորագրված փաստաթղթեր այսօր մտել է դատարան, տեր կանգնեք այս փաստաթղթերի հիման վրա դառնա Հայաստան, որ բաշի բոզուկները չգան չասել ես մեր տարածքներն է, տեր կանգնեք արա, հոմենակ կրվելով չի, պետք է ուղեղ ունենաք, անասուն, այսօրվա վրա ինչ ենք տուժում, ինչ ենք կորցնում մեր ոսկե սերունդը, ինչ են մեր Հայաստանից թողնում գնում, հեռանում մեր հայ բնակչությունը թրքաջհուդներն են գալի լցվում, ինչի համար, ծրագրված ցեղասպանություն է, խիչ եք անում արա Ինչ եք անում, արա, հոմենակ կրվելով չի, կրվածի պտի տեր կանգնես, ասես սա իմն է, որ որևիցե մեկը չգա չասի սա գիտեք ինչ կա, սա մեր տարածքն է հեսա, այս Սերժիկ Նարիմանովի, Լևոն Խալիլյանի, այս Ռաուֆ Սեյդօղլու ստորագրած փաստաթղթի վրա դրա համաձայն հանդիսանում է Ադրբեջան, դրա համար պետք է վերադարձ, դրա համար պետք է ամրագրենք, դա որպես մեր տարածք, դա որպես մեր պետության տարածք, դա որպես մեր սեփականություն, որ որևիցե այլ պետության կողմից ագրեսիա կդիտվի, անեքսիա, այսինքն զավթում այլ պետության կողմից, դա արդեն կդիտվի որպես միջազգային հանցագործություն, որի համաձայն մենք միջազգային պոռնիկներին կստիպենք, որ դուք պետք է աջակցեք, որ որևիցե այլ կառույց չլինի։ Ռուսական բազան հիմա այսօր ստեղ է գտնվում, մեր վրա մատա թափ տալի, ասում է ոչինչ, եթե սել չանեք, հենց անեք։ Ուրեմն Ռուսաստան, դու պետք է սիպտիրդ քաշես տեղից գնաս։ Դու պետք է մաքրվես տեղից։ Հիմա Սերժիկ այն պայմանագրերը, որոնք ստորագրվել են այս պոռնիկների կողմից, այս երեք պոռնիկների, թրքաջհուդ պոռնիկների, Խալիլյան Լենդրոշի, Ռաուֆ Սեյդօղլու, Սերժիկ Նարիմանովի, բոլորը դա մտել է դատարան եւ պաշտոնապես դատարանը դա հիմնավորել է այն առումով, որ փաստացի տվյալ որոշումները, տվյալ պայմանագրերը, քանի որ նա չի մերժել, որ տվյալ պայմանագրերը օրինական են, այսինքն ես ներկայացրել եմ, որ դրանք անօրինական են, ուստի տվյալ պայմանագրերը իրավական ուժ չունեն, որ Սերժիկը թուրքական գործակալ է, ես բոլոր համակարգերով հանդես եմ գալիս որպես նախագահի պաշտոնակատար, դե թող մեկն ու մեկը դուրս գա, ասի գիտես ինչ կա, դու սխալ ես, թող չընդունեն, ընդունում են, ուրեմն ես էլ պաշտոնակատարը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը ես եմ, Սերժիկ Նարիմանովը թրքական գործակալ է, պետական դավաճաններ է, ովքեր մաքուր մնացել են, համակարգի ներկայացուցիչներ, ովքեր մաքուր են, այս պահին, եթե դուք նորից կանգնում եք Սերժիկ Նարիմանովի եւ նրա պետական դավաճանություն իրականացված պրոցեսի կողքի, ուրեմն դուք նույն մասնակիցներն եք, նույն պետական դավաճաններն եք, նույն միջազգային հանցագործներն եք, այսօր մեր ոսկե սերուսկը կասեցրեց, կանգնեցրեց այն հանցագործությունը, որ այս պոռնիկները,
ծրագրել էին, իրականացնում էին։ Մեր տղաների այն արյան գնով կանգնացրեց այն երեխաները որ մնա։ Բոլոր այն վարկային, հարկային եւ այլ համակարգերում գտնվող սրանց հաշիվները պետք է վերացվեն։ Նրանք ոչ մի այլևս պարտք չունեն։ Բոլոր մեր երեխաներին, բոլոր նրանց ընտանիքներին մեծ գումարներ պետք է հատկացվի, պոռնիկներ ձեր գրպաններից պետք է դնեք դրանց ընտանիքներին, որ որևիցե սոցիալական այլ ինչ-որ խնդիր չունենան։ Պոռնիկներ, եթե չարեցին ազգը պետք է գոտի կանգնի, ձեզ պիտի հրապարակավ սատկացնեն, որ գալացողների համար, նոր եկողների համար դաս լինի, հաջորդ անգամ, որ որևիցե մեկը թույլ չտա։ Էսա պետական դավաճանության համար պետք է գնդակառություն սահմանել։ Այդ գնդակառությունը հրապարակավ պետք է իրականացվի, որ բոլորի համար եւս դասը լինի, որ որևիցե մեկը թույլ չտա անգամ մտքով անցկացնի, որ պետք է ինչ-որ ազգի պետության ինչը ծախել, վաճառել եւ այլն, կամ սեփականացնել։ Հիմա այսօրվանից նորից եմ ասում, այն համակարգերի աշխատակիցները, որոնք որևիցե կերպ զերծ են մնացել այս պոռնկությունից, այս պետական դավաճանությունից, ձեզ ասում եմ, միացեք մեզ, միացեք ազգին, կատարեք այն կարևորագույն խնդիրները, որ այսօր կարևորագույն ձևով ծանրացած է մեր առջև, այսօր Հայաստանը լինելու չլինելու խնդիր է դրված, այլևս գոյություն չունի։ Մենք պետք է վերադարձնենք մեր պետությունը, մեր ազգին, ստեղծենք հզոր պետություն, հզոր բանակ, որ որևիցե մի հատ պոռնիկ միջազգային կամ ասենք թե այլ պետության ներկայացուցիչ փորձ չանի ոտնձգություն կատարել մեր սահմանների, մեր ազգի, մեր սրբությունների, մեր մշակույթի, մեր լեզվի, մեր հոգևորի նկատմամբ։ Այսօրվա այդ պոռնիկներին էլ էս հոգևոր դաշտ կոչեցյալ, կրոնական դաշտի կոչեցյալ պոռնիկին գալիգին բային, սա պետական դավաճան որպես էլի պետք է գնդակահարվի։ Իր այդ համախոհների հետ, որոնք այսօրվա վրա ազգի վրա մոմ ծախելով ազգին են թալանում։ Նրանք սրբություններ չեն, սրանք պոռնիկներ են, պետական դավաճաններ են, որոնք այս պոռնիկների հետ պետք է գնդակահարվեն։